Այս կառույցի ստեղծումը նախանշվել է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներով։ Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանի ժամանակ չկար անկախ դատական համակարգ եւ 2018 թվականին ես եւ էլի շատ-շատերը դուրս եկանք փողոց, այդ թվում նաեւ թվես այլ բաների, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի անկախ դատական համակարգ, բայց ինչ եղավ ի վերջո Սերժի դատարանները փոխարինվեցին Նիկոլ Փաշինյանի դատարաններով եւ դատական համակարգը դարձավ կուսակցական արդարադատությանը սպասարկող ինչ-որ համակարգ, եթե միջնադարում կային ինկվիզիցիոն դատարաններ, ապա 21-րդ լուսավոր դարում կան կուսակցական դատարաններ, որոնք ամբողջությամբ սպասարկում են ՔՊ-ին։ Առաջ ՀՀԿ-ին էին սպասարկում, հիմա ՔՊ-ին։ Սա աղետ է, առանց անկախ դատական համակարգի որևէ պետություն չի կարող արդյունավետ գոյություն ապահովել, առանց անկախ դատական համակարգի չի կարող լինել առողջ քաղաքական համակարգ, առանց անկախ դատական համակարգի չի կարող լինել առողջ բիզնես միջավայր։ Անցած խոսում են ներդրումների մասին, որովը լուրջ ներդրող չի ուզենա գա մի տեղում ներդրումներ անի, որտեղ որ չկա վստահելի միջավայր, որտեղ ինքը վստահություն չի ունենա, որ պետությունը կամ կրիմինալը ռեգետի ճանապարհով չի ընթանա։ Եվ մեր միջավայրում հաճախ են Հայաստանը համեմատում Իսրայելի հետ եւ հաճախ այդ համեմատությունը խարսխվում է երկրորդական դրույթների վրա, բանակ, պատերազմական միջավայր եւ այլն, բայց առաջին հերթին Իսրայելի հետ մենք պետք է համեմատվենք կամ Իսրայելից պետք է ընդօրինակենք դատական համակարգ, որովհետեւ Իսրայելը Իսրայել չէր լինի, եթե չունենար դատական համակարգ, ազատ դատական համակարգ։ Եվ հիմա Իսրայելի դատական համակարգը այնպիսին է, որ նույնիսկ պրոպագեստինյան որոշումներ կան այնտեղ։ Այսինքն արդյունավետ պետություն ունենալու համար պետք է լինի իշխանությունների տարանջատման սկզբունք եւ պետք է լինեն անկախ դատարաններ։ Եվ ինձ թվում է ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը ռեֆորմները մի սխալ տեղից էին սկսում։ Հիմա ըստ էության այս կառույցը ռեֆորմի հետևանք է, բայց իրենք իրենցից պետք է սկսեին ռեֆորմները, որ իրենք կամովին հրաժարվեին ազդելու դատական համակարգի վրա։ Թե չէ ասեն սիրուն դեմոկրատական փայլով փուչիկներով կառույցներ միշտ կարելի է ստեղծել, բայց բովանդակությունը դատարկ է եւ արդյունքում ունենք կուսակցական արդարադատություն։ Այսինքն պետք է այլ տեղից սկսել ռեֆորմները։ Նիկոլ Փաշինյանը, իրենից առաջ նաեւ Սերժ Սարգսյանը պետք է իրենցից սկսեին այդ բարեփոխումները եւ հրաժարվեին իրենց միապետական նկրտումներից։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի իշխանությունից։